Ողջույն սիրելի դիտողներ, ողջույն Հայկալիքի հարգելի բաժանորդներ, այսօր ես էքսկլյուզիվ հարցազրույց եմ ունենալու մաեստրո Վարամ Թադևոսյանի հետ, ողջույն մաեստրո, ուրախ ենք, որ գտնվում եք հայրենիքում, ներկայացնեմ, մենք զրուցում ենք մաեստրո Վարամ Թադևոսյանի հետ, նույն ինքը Վանո Տադեո Լեոնի, իսպանահայ աշխարհահռչակ տենոր, օպերային երգիչ և մեր ժամանակների լավագույն կոմիտաս կատարող, մի շարք միջազգային փառատոներում ամենաբարձր մրցանակների արժանացած մեր հայրենակցի հետ։ Մաեստրո, դուք գտնվում եք Հայաստանում վերջի շաբաթներին և ձեր արտասահմանյան շրջագայություններից հետո երկրպագուների հրավերով հիմա գտնվում եք Հայաստանում ու տարբեր մարզեր եք այցելում գիտեմ, հիմա կոնկրետ գտնվում եք Սևանում, հրավիրել են ձեզ երկրպագուներից և գնալու եք վաղը այլ բնակավայրեր, մասնավորապես Գավառից ունեք հրավեր և այլ բնակավայրերից մարզի ու Լորվա մարզում եք եղել նաև գիտեմ, որ անցյալ շաբաթ, Վանաձոր քաղաքում, այ ձեր ֆենոմենը նաև նրանում է, որ լինելով մեծանուն արտիստ, այդպիսի փառքերի հասած և ճանաչման հասած, երբևէ դուք չեք դրանից փոխվել որպես մարդ, ձեր անմիջական շփումը, անկեղծ շփումը, անկեղծ հարազատությունը, բարեկամությունը երկրպագուների հետ շատ բարձր եք միշտ գնահատել և դա ձեզ յուրահատուկ է դարձնում, առանձնացնում է մյուս հանրահայտ մարդկանցից, մյուս հանրահայտ արտիստներից միգուցե, ովքեր անհասանելի են դառնում ինչ-որ առումով մարդկանց, բայց դուք հասանելի եք ձեր հնարավորության սահմաններում միշտ ու հաճույքով եք ձեր ժամանակը, ձեր մի խոսքով ազատ հնարավորություն ունենալու դեպքում անցկացնում երկրպագուների հետ, մեր ազգակիցների հետ։ Խնդրեմ այդ մասին ձեր տպավորությունները և ինչն է, որ ձեզ համար ամենակարևորն է մարդկանց հետ, ազգակիցների հետ շփման, ընկերություն անելու, հարազատություն անելու հարցերում։ Շատ բարի, սիրով պատասխանեմ, շատ ինտիմ, շատ հարազատ է ինձ այս հարցը, այլ ալտերնատիվ ես չունեմ, որովհետև ես ունեմ իմ ճանապարհը, ունեմ իմ առաքելության ճանապարհը և շատ եմ գերադասում, շատ եմ սիրում և երջանիկ եմ, երբ որ կատարում եմ ճանապարհորդություններ շատ վայրերում, նամանավանդ իմ հայրենիքում և ունեմ նաև ուղեկցողներ, որոնք ունեն իմ համակարգը, ունեն իմ գիտակցությունը, իմ գաղափարախոսությունը և կարողանում ենք լիովին նվիրվել այն աշխատանքին, ես համարում եմ լիարժեք աշխատանք և աշխատանքային խնդիր, որպեսզի այդ խնդիրը ոչ միայն բեմի վրա, այլ նաև կարողանալ խոսել, ցուցադրել, ներկայացնել անցած ուղիները, ասենք տարվա և ոչ միայն տարվա, այս ընթացքների հաջողությունները ներկայացնել մեր հայրենակիցներին և մանավանդ նրանց, ովքեր ապրում են և ոգեշնչված են իմ արվեստով։ Մաեստրո, դուք պակաս չունեք երկրպագուների և բոլոր երկրպագուները միաձայն կարող են փաստել ձեր անկեղծությունը, հարազատությունը և երբեք դուք հռչակավոր արտիստ լինելով այլ դիրքից չեք նայում երկրպագուներին, այլ հավասար մարդկային տեսանկյունից, ինչպես սովորական ընկերները հարազատ մարդիկ եք
եւ բոլորը հաճախ զարմացած են այդ փաստից։ Դա դժվար է ձեզ համար, թե հակառակը դուք այդպես ավելի բնական ու ճիշտ եք համարում։ Այո, իհարկե, բնականաբար ես ճիշտ եմ համարում, որովհետև երբ որ հեռու ես պահում հանրությունից, հեռու ես պահում քեզ այն անձնավորություններից, որոնք ապրում են քեզանով, շնչում են քեզանով, դա իմ ընդհանրապես հասկացողությամբ նման է չապրելու, չկարողանալ ապրելու։ Եթե ինքս չհամոզվեմ եւ չհյուրընկալվեմ այն օջախներում կան նաեւ Հայաստանից դուրս գաղթ օջախներ, որտեղ ինձ համար շատ թանկ է ծանոթանալ տվյալ օջախների, տեսակների եւ նրանց այդ գենետիկական կոդերի իմանալու, նրանց որակավորումների եւ ընդհանրապես իրենց ներքին աշխարհի եւ իրենց դաստիարակության մասին, որտեղ ամեն մի օջախ դա մի աշխարհ է եւ կիսվել նրանց հետ, ծանոթանալ նրանց առօրյային եւ բերել նրանց ուրեմն ուրախության եւ երջանկության մեծ արվեստով եւ նվիրել նրանց արվեստ։ Դա համարում եմ հայրենանվեր պրոպագանդա եւ ես երջանիկ եմ եւ ապրում եմ դրանով եւ ամեն անգամ թե այստեղի եւ թե հյուրախաղերի ուրեմն ելույթներից հետո բնականաբար ինքս ունեմ մի երանգ, որը անհամբեր ինձ ուղեկցելու է եւ գիտեմ պետք է ուղեկցի նորից օջախները եւ մարդիկ պետք է հայ ժողովուրդը նամանավանդ պետք է ուրախանա, գնահատի եւ ապրի այդ արվեստով եւ ակադեմիական արվեստով եւ նրանք նաեւ ծառայեն նրա համար, որպեսզի այդ արվեստով կարողանան ուսուցանվել, դաստիարակվել եւ հետո նաեւ կան ստեղծագործություններ, որոնցով նրանք կարող են ուղղակի զվարճանալ։ Եվ զվարճանքի մեջ էլ կա փիլիսոփայություն եւ շատ գաղափարախոսություն։ Եվ ես երջանիկ եմ, որ նման ձևով ծառայում եմ իմ ազգին։ Մայստրո, լինելով դասական օպերայի վարպետ, դուք վերջերս վերջին տարիներին եւ անցյալ տարի եւս շատ հաճելի ձևով լրացրել եք, հարստացրել եք ձեր երգացանկը, բավական է 1-2 երգ հիշատակել կատարում, որը շատ է սիրվել եւ գնահատվել երկրպագուների մշակութասեր ազգակիցների կողմից, ինչպիսին օրինակ Համո Սահյանի «Մայրս» ստեղծագործության կատարումն էր, հա, այլ կատարումներ եւս, հա, «Գարունդ հայերեն է գալիս» եւ այո, նաեւ Ատասամանյան երգեր, որոնք վերամշակեցիք եւ ձեր բարձունքից արդեն ներկայացրեցիք երկրպագուներին, սրա մասին 2 խոսք ասեք ու ասեմ, որ այսօր արդեն ձեր հետ շրջագայելով ես փաստացի ականատես եղա, որ նոր հրավերներ ունեցաք Եվրոպայից, մասնավորապես Ֆրանսիայի հայաշատ քաղաքներից ձեր ընկերներից հրավիրեցին, միշտ ունենում եք հրավերներ, չնայած այդ ամենի չեք երբեք Հայաստանի ու հայ երկրպագուի մասին մոռանում, երբեք երկրորդ պլան չեն անցնում, այլ առաջնայինն են ձեր համար ու Երևանում գիտեմ, որ մեծ հանդիպում երեկո եք նախատեսում երկրպագուների հետ, որտեղ իհարկե կհնչեն ձեր արվեստի նմուշներ եւս։ Խնդրեմ նախ երգերի մասին, հետո ինչ ծրագրեր կան առաջիկայում։ Իմ նոր ստեղծագործությունների եւ այն ստեղծագործությունները, որոնք նոր եմ կատարել, նամանավանդ, ասենք Համո Սահյանի խոսքերով գրված, որ ես ուղղակի պաշտում եմ, Սասուն Պասկևիչյանի կողմից եւ երբ որ կատարվեց ձայնագրությունը եւ սկսվեց տարածվել
մայրը ստեղծագործությունը Սասուն Պեսկևիչյանի եւ Համուսահյանի ուրեմն արարված Վակի Սասուն Պասկևիչյանի կողմից երբ որ լսվեց ուրախությանը սահման չկար նման կատարում լսելով եւ անգամ հպարտանալով նաեւ իր ստեղծած այդ երաժշտությունով այդ ստեղծագործությունը եւ դասեց առաջի կարգում, այսպես ասեմ, Սասուն Պասկևիչյանը։ Ես ցանկանում եմ նաեւ այսպես եթերներում, թե կլինի ռադիո եթեր, թե հեռուստատեսության եթերներով, թե մեր սիրելի ուրեմն հայք, ուրեմն ազգասիրական, ազգանպատակ կայքով նաեւ տարածել իմ ելույթները եւ իմ խոսքը նվիրելով մեր սիրելի հայ ժողովրդին եւ նամանավանդ երկրպագուներին եւ արվեստասեր ուրեմն հանրությանը ծանոթացնելով նոր ստեղծագործություններին, ծանոթացնելով ստեղծագործությունների ակադեմիական կատարումներին, ճիշտ կատարումներին, ստրուկտուրապես եւ ծանոթացնելով այդ ստեղծագործություններին, այն որոնք պետք է կատարվեն շուտով սպասվող շատ մեծ համերգի կամ համերգների ժամանակ։ Դակ նաև համարում եմ մեծ ուրեմն քաղաքակիրթ ազգանվեր քայլ, որը ինձ համար դա սխեմատիկ աշխատանք է։ Ես այդ աշխատանքը սխեմատիկ ուրեմն կատարում եմ մեծ խնդիր համարելով, հա, եւ աշճանաբար ունենում եմ Աստված տալիս է ժամանակ, որպեսզի կարողանամ այն նաև տարածել եւ ծանոթացնել մեր ուրեմն հայրենակիցներին։ Եվ ուրախ եմ, որ պետք է նաև ունենամ ուրեմն երեկո կամ երեկոներ բենեֆիս, այսպես ասեմ, ստեղծագործական երեկոներ, որտեղ կայցելեն մեծ քանակությամբ առաջին մտավորականներ, ուրեմն հանրույթներ եւ բնականաբար ուրեմն մշակույթի բազմաժանր, այսպես ասեմ, ճյուղերի ներկայացուցիչներ, ղեկավարներ, այո, որոնք ականատես կլինեն ստեղծագործական իմ ճանապարհների եւ ուրեմն ծրագրերի մասին։ Նա մայստրո եւ վերջում կուզեի խոսքը ուղղեիք մեր ազգակիցներին, բացի ձեր երկրպագուներից, նաեւ մարդկանց, որոնք որ բարձր արվեստից պակաս են մնացել եւ այդ պատճառով գուցե մեր ժողովուրդը վերջին տարիներին չունի հաղթանակներ, հաջողություններ եւ ինչ որ առումով ընկճված է եւ զորությունը կորցրել է, որը ներքին առումով գոյություն ունի, հայ ազգը միշտ զորավոր է իր կարողությամբ ու ներուժով, բայց կարծես հոգեպես հիմա ընկճված ու մոլորված է։ Ես մտածում եմ, որ դա նաեւ նրա պատճառով է, որ բարձր մշակույթի իր զավակների արժանավոր այն ներկայացուցիչների, որոնք պետք է գնահատվեին ու առաջին կարգում, առաջին ճանաչելիության լինեին, ցավոք սրտի մեր ժողովրդին հատուկ հեռու են պահել դրանից ու տարել են մոլորության, պարտության եւ ցածր արժեքների ճանապարհով, որով որ մեր ժողովրդին բերել են թույլ վիճակի, կորուստյալ վիճակի։ Այ ինչ կարծիք ունեք, ինչ հորդոր կանեք այս հարցում։ Այո, ցավոք սրտի մենք ունեցել ենք տարիների ընթացքում մի շարք պարտություններ։ Ես ցանկանում եմ այլևս չտեսնել, չիմանալ այդ պարտությունների մասին, պետք է ունենալ կյանքում արդեն մեր ազգը պետք է ունենա հարցակումներ, այսպես ասեմ, պետք է ինքը իր նպատակները, իր ազգային ծրագրերը, թե ռազմատենչ, թե եւ մշակույթը եւ գրիչը, չէ՞, եւ նկարչի կերպարվեստի վրձինը, ամբողջը դրանք են զենք եւ գաղափարախոսություն ազգային պետք է միանան եւ մենք ուղղակի սովորենք
առաջնորդել ինքներս մեզ եւ ունենանք նաեւ հարցակումներ։ Այո, միայն այդ հարցակումներից եւ բարձր ուրեմն ազգային կան դիրքեր, քանի որ մենք մեր տեսակը արդեն համախմբելուց հետո պետք է ներկայացնենք, հա, համաշխարհային հանրությանը, դա արդեն կլինի հաղթանակ, որտեղ երբ որ թշնամին տեսնում է քո ընդհանուր համախմբվածությունը եւ մշակույթը, ինքն արդեն նահանջում է։ Եվ մենք այդ ձևով պետք է ձեռք բերենք մեր ընդհանուր հանգիստը, մշակութային ուրեմն վերելքը եւ երկրի խաղաղությունը։ Միայն այդ դեպքում եւ առաջին հերթին պետք է այդ ընթացքը պետք է նորից եմ ասում բերել, ծանոթացնել նորից ակադեմիզմին, հա, քանի որ ակադեմիզմը դա մեծ հիմք է եւ վերելք է առաջնակարգային, այսինքն RQ բարձունքը պետք է ունենան բոլորը պետք է լինեն կրթված եւ զարգացած, այսինքն կապ չունի ինչպիսի ոլորտի աշխատակիցներ են, հա, սկսած սանիտարական աշխատանքներից, թեկուզ դիսպեչերական, հա, մինչև ասենք նախարարական եւ նախագահական, բոլորը պետք է լինեն ուղղակի կրթված եւ ունենան ազգային մտածելակերպ։ Շնորհակալություն Մարգարժան մայստրո, սիրելի դիտողներ, մենք զրուցում էինք աշխարհահռչակ մեր հայրենակից օպերային տենոր Վարամ Թադևոսյանի, Վանո Տադեոյի հետ, մաղթում ենք մայստրոյին հաջողություններ նորանոր եւ անպայման մենք Հայկ ալիքով եւ մայստրոյի յութուբյան պաշտոնական ալիքով, որի հղումը կլինի այս տեսանյութում, կտեղեկացնենք առաջիկա միջոցառումների, մշակութային երեկոների մասին, որոնք տեղի կունենան հայ հայրենիքում, Երևանում կամ մյուս մեր քաղաքներում մայստրոյի մասնակցությամբ։ Շնորհակալություն։ Սիրով, շնորհակալ եմ։